Ղուկասյան։ Մեծամոր խոշորացված համայնքի սիրելի բնակիչներ, սիրելի մեծամորցիներ, ողջունում եմ բոլորիդ։ Ես շնորհակալ ենք ջերմ ընդունելության համար եւ այսօր մենք շարունակում ենք նախընտրական քարոզարշավը 2026 թվականի ընտրությունների եւ գիտեք ինչ ես ուրեմն արդեն հեսա կլի 20 տարի քաղաքականությամբ եմ զբաղվում եւ ես չեմ հիշում այսպիսի առիթ ինչ նկատի ունեմ ես այսօր նախընտրական քարոզարշավը բայց նախընտրական քարոզարշավին եկել եմ իրականում ձեզ մի շարք շնորհավորանքներ փոխանցելու համար առաջին շնորհավորանքը կապված է մասնավորապես նրա հետ որ 2026 թվականին առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ Հայաստանի Հանրապետությունում թոշակառուների թոշակը այնքան է որ մեր սիրելի թոշակառուները կարող են ինչպես ասում են ծայրը ծայրին հասցնել Սա մեր նպատակը չի բարձրագույն, որ թոշակառուն ծայրը ծայրին հարցնի։ Նկատի ունեմ մենք չենք մտածում, որ թոշակառուն է ծայրը ծայրին հարցնում, ուրեմն վերջ։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ եղել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ 16000 դրամ։ 16000 դրամը բավարար չէր 18 թվականին, որ թոշակառուն թեկուզ հաց ու պանիր առնելով, հաց ու պանիրով սնվելով, ամիսը սկսի եւ ավարտի։ Մենք 18 թվականին եկել ենք եւ առաջին գործողություններից մեկը որ արել ենք, նվազագույն թոշակը կրկնապատկել ենք, 16-ից դարձրել ենք 32000 դրամ։ Բայց նույնիսկ դա ժողովուրդ ջան, բավարար չէր, որպեսզի թոշակառուն իր թոշակով Թեկուզ հաց ու պանիր առնելով իր սննդի հարցը ամսվա սկզբից առաջի օրը վերջին օրվա հարցը լուծի։ Եվ 2022 թվականին է, որ մենք ի վերջո նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցինք նվազագույն պարենային զամբյուղին։ Դա նշանակում է, որ մենք 2022 թվականի կարծեմ հուլիսի 1-ից էր թոշակը դարձրինք այնքան, որ թոշակառուն մի ամսվա սննդի փողը կարա ամսի 1-ից մինչև ամսվա վերջը գոնե սննդի հարցը լուծի, չեմ ասում եսի միջ, բայց առնվազն առողջապահության նախարարության ստանդարտով մենք հնարավորություն ունենանք այդ հարցը լուծել։ Ժողովուրդ ջան, մի րոպե, խնդրում եմ սպասեք։ Դուք գիտեք խոսքը Գեղարքունիքի մարզում հրդեհի արդյունքում զոհված մեր զինծառայողների ծնողներն են։ Ես խնդրում եմ մենք եկեք հարգալից վերաբերենք։ Շատ լավ, եկեք հարգալից վերաբերվենք։ Թողեք տարի երեխա պահեցի, տվեցի ես բանակի, ուրայի մեր եղել, ընչի տարակ 15 երեխու վառեցիք, բերեցիք տվեցիք իմ երեխու, կողնիք տարակ, իմ երեխեն միակ կչացած ատամջում, դիաբերանի մեջ, իսկ դուք 12 հացկեց իմ երեխեն արդուր ա եղել, 20 պակաս դեպք եղել ա, ասում են մի կոպեի բաժակով, որ ես կովրա բենզին լցեմ, դու կվառվես, ես էլ չեմ վառվի, Ինչի 15 երեխու վարիկ։ Ինչն է, տիկին։ Պատասխան տամ։ Դուք հարցը ավարտեք, ես պատասխանը կտամ։ Ես 15 երեխու կողմից խոսում եմ, դուք վառեցիք 15 երեխուն, ձեր կեղտերը ծածկելու համար, ես իմ երեխուն եմ ուզում, ինձի ոչ մի բան պետք չի, ոչ թոշակ, ոչ աշխատավարձ, ոչ մի բանի լափելով, դուք ոչ մի բանի չեք հասնի, ես իմ երեխուն եմ ուզում, ես շատ տաճակով 18 տարի գայլել եմ այդ երեխու հետ,
Ուրայի երեխեն, ես եք սևավոր դարձրիք մեզի, էի կարաս ասես, ես չեմ հագստանում, ես գիշերը հարցումին աշկերից իմ երեխին եմ ուզում, ոչ մի բան պետք չեցնի, դուք տարած մեր երեխեքին վարիք, ողին տարած մերիք դենիք իմ առաջը, իմ երեխեն ատոմնի սիրում էր, ոչ մի արի, ես նոխում եմ կեզնից, սխում եմ կեզնից, իմ երեխեն դոշ տված, դպրոցի մոտից եք ով գնացեք, դպրոցի մոտից իմ երեխեն, ձեզ, ես էլ եմ ընտրել, հերբու անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծում եմ են օրը, որ ես ձեզ ընտրել, որտև դուք իմ երեխի մահվան պատճառը դարանք, դուք սպանիք է 15 երեխուն ու այսօր եկել եք, ասում եք թոշակ բարձրի մանկապարտեզ զարկի, դպրոց զարկի, ինչի համար եք դպրոց զարկը, որ թուրքերը գալ լծվեն, դրա համար, ես չեմ ուզում իմ քյորբա երեխեն թուրքի բաժին դառնա, ես չեմ ուզում, որ իմ երեխեն թուրքերի հետ ամուսնանա, չեմ ուզում, ես ուզում եմ իմ երեխուն, կարաս իմ երեխուն բերես, ինձ քեզնից ոչ մի բան պետք Դուք ավարտեք ես կարձագանքը, դուք ավարտեք ես կարձագանքը, ես 18 տարեկան երեխա եմ գրկել, պահել եմ, մեծացրել, իա հետ քայլել եմ, ու այսօր իմ երեխան չկա, ես իմ երեխան եմ ուզում, 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեվա մեջ վառեցիք, ես ապացույցներ ունեմ, իմ երեխան 12 անցքեզ արթուն ա եղել, իսկ ես 11-ին 20 պակաս դեպքն եղա, դուք որ հելակ հայտարարություն շատ լավ, ավարտեք ձեր ասելիքը, իմ ասելիքն են, դուք ինչքանով եք վստահ, որ այդ երեխեքը մնացին վառման դուրս չեկան, դուք հելակ հաջորդ օրը հայտարարություն արեցիք, որ այդ երեխեքը չկարացան մի սուրճի բաժակով բենզինը լցրեց, այդ սպայա ինչ գրողա արածով իբր թե երեխեքը մնացին այդ ամեջ ես հիմա կարձագանք եմ, ավարտեցիք Ուրեմն ժողովուրդ, դուք գիտեք այդ դեպքը 15 մեր զինվորների դեպքը եւ գործը հիմա դատարանում է եւ դրանից հետո դե լավ տիկին հասկացանք, հա։ Ես դրանից հետո կորպուսի հրամանատար ազատվել է, բազմատասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից եւ հիմա դատավարություն է գնում եւ դրանք դատվում են։ Ես իհարկե հասկանում եմ ծնողների հուզմունքը, իմիջիալոց այդ ազատված սպաներից մի մասն է կորպուսի հրամանատարի տեղակալը, հիմի ընդդիմադիր ակտիվիստ է, ինչի չեք գնում ընդդիմության հարավակներին անում։ Մաղսուդյան կոչվածը ընդդիմադիր ակտիվիստ է եւ բոլոր հնարավոր տեղերում միանք ինչի չեք գնում Մաղսուդյանին։ Ինչի չեք գնում։ Ինչի չեք գնում, ես դրանց եմ ազատել աշխատանքից, որ իրանց աշխատանքային պարտականությունները չեն կատարել եւ հանել բռնդել են բանակից դրանք։ Ում եմ ընդունել աշխատանքի, բան չեք գնում ընդդիմության հարավակներին, չգիտեք որ Մաղսուդյանը ընդդիմության առաջնորդներից մեկն է։ Ոչ, ձեզ դուք չեք գնում, դուք գիտեք ովքեր են մեղավորները եւ դատավարություն է գնում, եւ դատավարություն է գնում։ Ես խոնարհվում եմ ձեր առաջ, բայց թուրքեր մուրքեր ստեղ չասեք, թուրքեր մուրքեր ստեղ չասեք, այդ կալուգացու վճարված նարատիվները ստեղ չասեք ընդհանրապես, ես ձեր սուքը հարգում եմ, ձեր սուքը մեր սուքն է, ես խոնարհվում եմ ձեր զավակի հիշատակի առաջ։ Ինչ? Չէ, ես ուրիշ դեպք է ժողովուրդ, ես Վարդենիսում հրդեհ էր եղել 15 հոգի եւ ես ծնողների մի անգամ թե մի քանի անգամ ընդունել եմ, իրանք ինչ-որ վարկած ունեն, որ ինչ-որ ուրիշ բան է տեղի ունեցել, ոչ մի ուրիշ բան է տեղի չի ունեցել, ասում եմ ես կորպուսից հրամանատարից ցած Պաշտպանության նախարարության պաշտոնյան հակահրդեհային պատասխան տասնյակ մարդկանց հանել եմ գործից։ Եթե ես եմ արել ինչ-որ մի բան, ինչպես տիկինն ասում, դրանք հիմա կես ընդդիմության շարքերում են, թող գնան ելույթ ունենան, ասեն ես այդ ինչ եմ արել, այդ իրանք են արել եւ պետք է դատվեն, այո։ Եվ Ժորժ ջան, էլ եմ ասում, ես հարգանքով եմ վերաբերում, բայց դեպքը հասկանում եք, այսինքն այդ մարդիկ այդ աշխատանքը չեն արել, հրդեհ է տեղի ունեցել,
եւ ցավալի իրականություն է տեղի ունեցել։ Եվ մենք այդ ենք ասում, եւ դրա համար ենք ասում, մայիսի 28-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության հրապարակ, որպեսզի դրա համար ենք մենք տանում եւ Հանրապետությունում տասնյակ ամրացված շրջաններ ա կառուցվել։ Գնացեք տեսեք, այսօր ամեն օր զինվորների տասնյակ հարազատներ մեզ մոտենում են, պաշտպանության նախարարին են մոտենում, ինձ են մոտենում, ու եթերում ասել, եւ ասում են շնորհակալություն, որ բանակում ծառայության պայմանները փոխել եւ դարձրել եք այդպիսի։ Տասնյակներով շնորհակալություն են հայտնում։ Եվ այո, ես ասում եմ այսօր Վանիկ Քոչարյանի Սերժի եւ այդ բաների, Մախսուդյանների եւ մյուսների, որոնք դուրս էին եկել եւ այսօր էլ ընդդիմության ամենաակտիվիստը, չգիտեմ, բանի Քոչարյանի կողմնակից է, իրանք չգիտեն, որ կորպուսի հրամանատարի տեղակալ չէր այդ ժամանակ, այդ առիթով եմ ես գործից անել, կորպուսի հրամանատարի տեղակալ էր, այսօր ընդդիմության ակտիվիստներից է։ Մի անգամ ինչի՞ չեք գնում, չգիտեք, որ Մախսուդյանը Քոչարյանի հավաքներին է մասնակցում, Կալուգացի օլիգարխի հավաքներին է մասնակցում, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանի հավաքներին է մասնակցում, ինչի՞ չեք գնում ասում։ Կամ դատավարություն է գնում, դատավարություն, եւ լուսաբանվում էլ է, մեղավորները այսօր կանգնած են դատարանի առաջ։ Ես էլ եմ ասում, հարգանքով, ես խոնարհվում եմ, ես ընդունում եմ, որ պետությունը մեղավոր է այդտեղ, պետությունը իր պարտականությունները պատշաճ չի կատարել, դրա համար տասնյակ զինվորականներ աշխատանքից հանվել են։ Եվ այո, Ժողովուրդ ջան, սուքը սուք, ցավը ցավ, բայց չի նշանակում, որ հանրապետությունում պետքա կյանքը դադարեցվի։ Ես համաձայն եմ, որ պետք է հասնել արդարության եւ արդարացության։ Եվ ասում եմ, բոլոր են մարդիկ, ում ես աշխատանքից անել եմ, այդ դեպքի առիթով չեմ էլ թողել լուսանա, չեմ էլ թող, ես գիշերը ժամը, չգիտեմ, քանիսին գնացել եմ կառավարություն, հենց աշխատանքային օրը սկսել է հրամանները իրար հետևից հրապարակվել է, հիմա այս թիվը չեմ իրի, տասնյակ մարդկանց ես աշխատանքից ազատել եմ, որոնք իրանց պարտականություն, կորպուսի հրամանատարից սկսած տեղակալներով եւ մնացածով ՊՊՆ հակահրդեհային ծառայության պետի եւ այլն։ Եվ հիմա դրա շուրջել էլի հերթական դավադրությունն են կառուցում, որը բացարձակապես իրականության կապ չունի։ Ասում եմ, այդ մարդիկ հիմա անդիմադիր են։ Եթե մի բան ա եղել, մենք ինչ-որ բան փոխում ենք, թող կանգնեն ասեն։ Ամեն օր մեղադրանք են հորինում։ Լավ առիթ է հորինելու հերթական մեղադրանքը, բան ինչի չեն մեղադրանք հորինում, որովհետև հնարավոր չի մեղադրանք հորինել, որովհետև այդ մեղադրանքը մտածածին է։ Եվ ուրեմն ժողովուրդ ջան, այո, ես այսօր եկել եմ ձեզ մի շարք առիթներով շնորհավորելու։ Եվ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետության կենսաթոշակառուները ի վերջո կարող են ոչ միայն հացի, այլև նվազագույն սպառողական զամբյուղին համապատասխան թոշակ են ստանում։ Դա շատ կարևոր ձեռքբերում է եւ շնորհավորելու բան է, որովհետեւ մեր թոշակառուները, այդ շենքերի մեծ մասը այդ թոշակառուների աշխատանքի օրոք է կառուցվել։ Եվ մենք սրանով մեր հարգանքի եւ գնահատանքի տուրքն ենք մատուցում մեր թոշակառուներին։ Սրան գումարած առողջության ապահովագրությունը այսօր տասնյակ, հարյուրավոր, հազարավոր թոշակառուներ վիրահատություններ են ենթարկվում, որոնց հնարավորությունը այլ պայմաններում պարզապես չէին ունենա։ Եվ սա շնորհավորելու առիթ է, ես շնորհավորում եմ այդ թոշակառուների զավակներին, ով որ տարիքով ծնող ունի, բոլոր այդ մտահոգության մեջ են, ասում են, բա որ մի բան լինի, մենք ոնց ենք այս հարցը լուծելու։ Մենք եկել ենք ասելու, որ ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է, եւ ձեր խնդիրը պետության խնդիրն է, եւ պետությունը լուծել է այդ խնդիրը։ Մենք 300 դպրոց 500 մանկապարտեզ ենք կառուցում այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Մենք Արմավիրի մարզում 40 դպրոցի եւ 70 մանկապարտեզի ծրագիր ենք իրականացնում, որպեսզի մեր երեխեքը պատշաճ կրթություն ստանան, որպեսզի մեր երեխեքը կրթություն ստանան եւ կարողանան լավ ապրել։ Մենք այսօր կիլոմետրերով, այսօր նայում եմ
300 քանի կիլոմետր մենք ջրագիծ ենք կառուցել Արմավիրի մարզում 300 քանի կիլոմետր ջրագիծ ենք կառուցել 320 թե ինչ հարյուրավոր կիլոմետրեր ճանապարհներ ենք կառուցել որովհետև մենք եկել ենք արձանագրելու որ Հայաստանի Հանրապետությունում մակարման, գոյատևման դարաշրջանը ավարտվել է մենք եկել ենք ձեզ շնորհավորելու որ Հայաստանի Հանրապետությունը մուտք է գործել ապրելու կյանքը վայելելու դարաշրջան եւ դեպի այս դարաշրջան ենք մենք մտնում այսօր 2026 թվականի մայիսին Նաև արձանագրել ժողովուրդ ջան թե մենք այդ ամեն ինչի հաշվին ենք առել 2018 թվականի հեղափոխությունից հետո 66 միլիարդ լրացուցիչ գումար է մտել դոլար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե որտեղից այդ գումարները դրանք են գումարներ էին որ նախկինում գնում էին օլիգարխների Քոչարյանի Սերժ Սարգսյանի գրպանները մենք հեղափոխությունը կտրեց նրանց գրպանների պարունակությունը եւ այդ է պատճառը որ նրանց վնգոցն է դուրս գալիս որովհետեւ նրանք հասկանում են որ այդ պայքարը հասնում է իր վերջին հանգրվանին Ֆինանսների նախկին նախարարի Միացյալ Նահանգներում ձեռք բերված ապօրինի առանձնատունը արդեն իսկ վաճառված է եւ սկսվել է process-ը այդ բնակարանի տան գնի 70% Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի փոխանցելու կոպեկներով ձեռք բերված Հայաստանի էլեկտրական ցանցերը որը կալուգացի օլիգարխը կոպեկներով ձեռք էր բերվել արդեն իսկ դե ֆակտո պետական սեփականություն է եւ առաջիկա ամիսների ընթացքում դե յուրե նույնպես կդառնա պետական սեփականություն եւ նրանց վնգոցը դրա համար է դուրս գալիս նրանք իրենց գողացածը վերադարձնելու համար են դուրս եկել քաղաքական պայքարի եւ շատ կարեւոր է որ դուք այս ամենի շատ լավ հասկանաք Զանգեզուրի պլնդամոլիբդենային կոմբինատը 2021 թվականի նախընտրական արշավում հունիսին ես մարդկանց ձեզ խոստացա որ շատ արագ Հայաստանի Հանրապետությունը փայ է մտնելու փայ է ունենալու Զանգեզուրի պլնդամոլիբդենային կոմբինատում ընդամենը ամիսներ հետո այդ դա տեղի ունեցավ եւ Զանգեզուրի պլնդամոլիբդենային կոմբինատը 2018-ից 2026 թվական 300 միլիարդ դրամով ավելի փող է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարվա շրջանում 300 միլիարդ այս են փողն որ մտնում էր քրյա օլիգարխի Քոջարյանասերժական կլանի գրպանը ավելին ասեմ ընդամենը վերջերս Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուրոյանի առանձնատունը շքեղ դղյակը չգիտեմ հերոստատուսով տեսել եք թե չէ որը նաև Գագիկ Ծառուկյանի փեսան է այլևս ոչ թե իր սեփականությունն է այլ ժողովրդի սեփականությունն է որովհետև դրա նկատմամբ գրանցվել է պետական սեփականություն Աոքսի շենքը որը Երևանի ամենաթանկ եւ ամենահայտնի շենքերից է վերադարձվել է պետական սեփականությունը այսօր տասնյակ համայնքներում հազարավոր հեկտարների այգիներ զբոսայգիներ մանկապարտեզներ Դիլիջանում Երևանում ամենատարբեր տեղերում վերադարձվել է պետությանը եւ այդ թվում 500 մանկապարտեզը այդ տրամաբանությամբ վերադարձված մանկապարտեզներն են որոնք կառուցվում են եւ մենք գողացածը վերադառնում ենք մեր երեխաներին Եվ սա շնորհավորելու առիթ է Եվ էլի եմ ասում վերադառնալով բանակին այսօր պաշտպան հայրենիաց ծրագիրն է ներդրված բանակում 18 տարեկան զինվորները զորակոչվում են բանակ 6 ամիս վերապատրաստում են անցնում պայմանագիր են կնքում հերթապահությունից դուրս բնակվում են քնում են իրաց տներում երբ որ մարտական հերթապահություն չեն գնում են իրաց տանն են քնում եւ ամիսը 300,000 400,000 500,000 600,000 դրամ իրանց տուն աշխատավարձ են տանում եթե նախկինում ծնողներն են ստիպված կոպեկ արել երեխեքին կուրպ առնել ներքնաշոր առնել սնունդ ուղարկել այսօր մեր զինվորը
իրա տունը, իրա ծնողների տունը պահում, այսօր մեր զինվորները ավտո են առնում, քշում, տուն են առնում, տուն են ռեմոնտ անում։ Ավելին, մենք 2026 թվականից, թե 25 թվականից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունված եւ ավարտած բոլոր շրջանավարտներին, ովքեր սպայական կոչում կստանան եւ կանցնեն ծառայության, պետությունը երաշխավորում է բնակարան, այդ բոլոր զինվորների, այսինքն բնակարանային հարցը մենք այս գլխից ենք լուծելու։ Ավելին ասեմ, մենք հերթացուցակ կա 2000-ականների սկզբից ձևավորված, որ պետությունը պարտավոր էր զինծառայողներին, զոհվածների ընտանիքներին բնակարաններ տան։ Այդ հարցը չի լուծվել եւ Պարոն Պապիկյանը ստեղ է։ Գնաց։ Մի քանի, ուզում եմ հիշեմ քանի ընտանիքի մասին է խոսքը։ Վերջը շուրջ 700 զինծառայող ընտանիքի նկատմամբ պարտավորությունը, որ չէր կատարվել Սերժի եւ Քոչարյանի ժամանակներից, կառավարությունը որոշում է կայացրել, արդեն ֆինանսավորով հատկացրել ենք, առաջիկա 4 տարիներին բոլորը կստանան բնակարաններ։ Եվ այո, բանակի բարեփոխումների անհրաժեշտությունը մենք հասկացել եւ գիտակցել ենք, այդ թվում Վարդենիսում տեղի ունեցած շատ ցավալի իրադարձության բերումով, բայց ես էլի եմ ասում, այսօր մենք որապկապես բոլորովին այլ բանակ ունենք, դուք վիճակագրությունը կտեսնեք, որ բանակում ոչ մարտական պայմաններում զոհվածների եւ վիրավորների թիվը շարունակաբար նվազում է, եւ ավելին ասեմ, արդեն 2 տարի Հայաստանի սահմանին մենք ոչ մի զոհ, ոչ մի վիրավոր չունենք, ժողովուրդ, ոչ մի զոհ եւ ոչ մի վիրավոր չունենք։ Ես 2025 թվականը առաջին օրացուցային տարին ա եղել, որ հունվարից մինչև դեկտեմբեր մենք ոչ մի զոհ չենք ունեցել։ Պատկերացնում եք, մեր անկախության առաջին ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Եվ նրանք ասում են մեր ժամանակ խաղաղություն ա եղել։ Գել միտիկին, որը Ղարաբաղից էր, էլի մեզ մեղադրում էր Ղարաբաղը ծախելու ազնելու մեջ, ասում էր մենք 30 տարի խաղաղ ապրում էինք։ Ասում են ո՞նց եք խաղաղ ապրում, ասինքն սահմանին զինվոր էր զոհվում, դուք խաղաղ ապրում էիք, ո՞նց եք խաղաղ ապրում, ո՞նց կարելի է ասել, որ խաղաղ էինք ապրում, եթե սահմանին ամեն տարի զոհեր են եղել, ամեն տարի հասկանում եք, մենք չենք ունեցել մի տարի, որ զոհեր եւ վիրավորներ չունեն, եւ դա է նրանց պատկերացած խաղաղությունը։ Մեր պատկերացած խաղաղությունը դա չի։ Մեր պատկերացած խաղաղությունն է նա, որ ինչպես հիմա սահմանին ոչ կրակոց կա, ոչ զոհ կա, ոչ վիրավոր կա։ Եվ ես եկել եմ ձեզ ժողովուրդ շնորհավորելու Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղության առիթով։ Բայց այսօր շատերն են թիրախավորում խաղաղությունը։ Եվ ես խաղաղությունը, որը 9 ամսական է, ժողովուրդ, ես խաղաղությունը համատում եմ 9 ամսական խաղաղությունը համատում եմ 9 ամսական երեխայի հետ։ Ես շատ ահնչում, հիմա խաղաղությունը կա, թե չկա, խաղաղությունը իրական է, թե անիրական է։ Ես ասում եմ, եկեք նայենք 9 ամսական երեխային, 9 ամսական երեխան իրական է, թե իրական չի։ Կա թե չկա, անհատա թե անհատ չի, ավելին 9 ամսական երեխան, որտեղ 9 ամսական երեխա կա, նա այդ ընտանիքի ամենակարևոր եւ ամենասիրված անդամն է, նա այդ ընտանիքի ուրախության եւ երջանկության աղբյուրն է, եւ այդպիսին է նաեւ մեր Հայաստանը, այդպիսին է նաեւ մեր խաղաղությունը, որովհետեւ այսօր մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ուրախ պետության է վերածվել։ Հայաստանի Հանրապետությունը դարդոտած պետությունից վերածվել ուրախ պետության։ Ես ասում եմ, այդ փետրվարի վերջին մենք այդ ուրախ ավտոբուսը նստեցինք, ճամփա ընկանք եւ մենք այսօր հասել ենք ուրախ Հայաստան եւ դրա համար ուզում եմ բոլորիդ շնորհավորել։ Ժողովուրդ, սա չի նշանակում,
Սա չի նշանակում, թե մենք որևէ մեկին մոռացել ենք, որևէ զրկանք մոռացել ենք, որևէ զոհվածի մոռացել ենք, չի նշանակում։ Դա նշանակում է ընդհակառակը, եւ ես միշտ ասում եմ, մեր բոլոր զոհերի հիշատակը հարգելու լավագույն միջոցը խաղաղ, բարեկեցիկ, ազատ, ժողովրդավարական, արդար եւ զարգացած Հայաստանի Հանրապետությունն է։ Մենք պետք է հաղթահարենք այդ շղթան, այդ ցիկլը, որ պիտի մենք անընդհատ պատմական ցիկլերի մեջ ընկնենք ու անընդհատ ինքներս մեզ զոհաբերենք ուրիշների համար։ Էսա պատմական փոփոխության ամենամեծ տրամաբանությունը եւ մեր պատմությունը վերլուծելով մենք հասկանում ենք, որ մեր մեծագույն խնդիրը հետեւյալն է, որ մենք թույլ չտանք այլևս, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ օգտագործելուց հետո դեն շպրտեն։ Սա մի պատմական փուլ է, որ մենք ասում ենք, մենք այդ ցիկլից դուրս ենք եկել, մենք թույլ չենք տալու, որ մեզ ուրիշները օգտագործեն ուրիշների դեմ եւ օգտագործելուց հետո դեն շպրտեն։ Եվ էսա պատճառը, որ մենք եկել ենք ձեզ ասելու, որ մենք այո, մեր սխալներից, մեր ձախողումներից, մեր բացողումներից արել ենք հետևություններ, ձեր աջակցությամբ, ձեր պաշտպանությամբ եւ այսօր Հայաստանի Հանրապետությունը պետությունա ավելի քան երբևէ, անկախա ավելի քան երբևէ, զարգացածա ավելի քան երբևէ, անվտանգա ավելի քան երբևէ, ազատա ավելի քան երբևէ եւ ժողովուրդը դուք հասկանում եք, ես գնացել եմ Աջափնյակ 90 տարեկան մարդը մոտենում է ինձ ասում շնորհակալություն։ Ես ասում եմ երևի թոշակի համար կասի, երևի առողջության ապահովագրության համար կասի, մարդը ասում է շնորհակալություն, որ ազատություն ես բերել այս ժողովրդին, 90 տարեկան մարդը, 90 եւ զարմանալի չի, որովհետեւ 90 տարեկան մարդը ավելի լավ գիտի ազատության գինը, որովհետեւ 90 տարեկան մարդը Ստալինն էլ է տեսել, Բրեժնևն էլ է տեսել, Գորբաչովը էլ է տեսել, բոլորին տեսել է, եւ ինքը 90-ամյա մարդը գալիս ասում է շնորհակալություն ազատության համար։ Եվ ես ձեր ժողովուրդ շնորհավորում եմ նաեւ այդ ազատության համար։ Ես շնորհավորում եմ այդ ազատության համար, որ Հայաստանի քաղաքացին ամենայն հարգանքով կարամոտեն վարչապետին իր պրետենզիաները ներկայացնի, ընդհուպ գոռա, ընդհուպանիցի եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ դուք չեք տեսնի Պողոս Պողոսյանի կրկնություն Հայաստանի Հանրապետություն, դուք չեք տեսնի, որ մի հատ համբալի ասի բարև ռոպ տանեն զուգարանում, ծեծելով սպանեն, դուք դա այլևս չեք տեսնի։ Եվ ես ես առիթով շնորհավորում եմ ձեզ։ Բայց այս ամեն ինչ ամենակարևորը չի, ժողովուրդ։ Ամենակարևորը այս ընտրությունների ամենակարևոր անելիքը եւ իմաստը հետեւյալն է, որ մենք իրար հետ եւ դուք առաջին հերթին պետքա տեր կանգնեք խաղաղությանը, որովհետեւ այդ 9 ամսյա խաղաղությունը 9 ամսյա երեխայի հետ ունի նաեւ մեկ այլ ընդհանրություն, որ եթե այդ երեխայի նկատմամբ խնամք չտանենք, այդ երեխային չխնամենք, այդ երեխան չի ապրի, այդ երեխան ոտի չի կանգնի։ Եվ շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը տեր կանգնի խաղաղությանը։ Խաղաղությանը տեր կանգնելու համար հարկավոր է, որ գնաք ընտրական տեղամասեր եւ գործեք հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, մեծամորին, Արմավիրի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ, շնորհակալ եմ։
Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։